Սիրելի հավատացյալներ, այսօր ավետարանում Հիսուս Քրիստոս խոսում է կենդանի և հավիտենական հացի մասին։ Որպեսզի ավելի լավ հասկանանք Հիսուս Քրիստոսի այս խոսքերը, թե ինչու ինքը հենց հավիտենական և կենդանի հացի մասին խոսեց, ասենք, որ այդ խոսքերը նա ասում է շատ քիչ ժամանակ հետո, երբ բոլորիդ հայտնի այն դեպքը տեղի ունեցավ և ինքը մի քանի կտոր հացով կերակրեց հազարավոր մարդկանց և ինչպես ավետարանիչն է ասում, էլի այնքան էր բազմացրել հացը, որ էլի բազում հաց ավելորդ մնաց։ Եվ խոսելով, ցույց տալով մարդկանց ֆիզիկական, այդ նյութական հացը, քանի որ իրենք սոված էին, և ինքը ցույց տալով իր հրաշքով, որ ինքը կարողանում է մարդկանց մի քանի կտոր հացով հազարավոր մարդու կերակրել, այնուհետև ինքը արդեն խոսում է կենդանի հացի մասին։ Իսկ ի՞նչն է կենդանի հացը։ Կենդանի հացը, ինչպես նորից ինքն է ավետարանի մեջ ասում է դա հավատքն է առ նա, ով ուղարկել է ինձ։ Մենք ավետարանի մեջ շատ ենք տեսնում հատվածներ, խոսքեր Քրիստոսի կողմից ասված, նույնիսկ ավելի հստակ, որտեղ որ նա ինքը ասում է ես եմ կյանքը և ասում է ով որ հավատա ինձ, նա կհավատա նրան, ով որ ուղարկել է ինձ։ Բայց եկեք այսօր կարճ լինելու համար անդրադառնանք հոգևոր հացին, կենդանի հացին և հավիտենական հացին, ինչպես որ Քրիստոս է ասում։ Ինչն է այդ հավիտենական հացը։ Հացը, ինչպես Քրիստոս արդեն ցույց տվեց ավետարանի մեջ, կերակրվեց ժողովուրդը և որոշ ժամանակ հետո այն քաղցը նորից զգաց։ Իսկ նա խոսում է կենդանի հացի մասին, որը որ մշտապես մարդու կողքին է, մշտապես մարդու հետ է և նրա քաղցը, եթե մարդը ճիշտ կերակրվի դրանով, դրա քաղցը ոչ մի անգամ չի զգա։ Դա հավատքն է, ինչպես Քրիստոս բացատրում է իր ավետարանի մեջ։ Ասում է ով որ հավատք ունենա, ապա ոչ մի անգամ չի զգա կարոտը Աստծու։ Այսինքն, ինչ է ուզում ասել մեր այսօրվա լեզվով։ Մենք շատ անգամ այսօր խոսում ենք, ասում ենք, ուր է Աստված, ինչու սա եղավ ինձ հետ, ինչու սա եղավ ինձ հետ, ինչու այս դժբախտությունը եղավ, եւ այլն եւ այլն։ Եվ այս հարցի եւ այս դժգոհությունների պատասխանն է տալիս Հիսուս, ասելով, որ եթե մշտապես լինես քո հավատքի մեջ, եթե քայլես քո Աստծո ճանապարհով, ապա ոչ մի անգամ չես գա կարոտը այդ ամեն ինչի, այսինքն կարոտ չես մնա ոչ մի բանի։ Եվ եկեք հիմա տեսնենք, թե որն է այսօր այդ հոգևոր հացը կամ կենդանի հացը, ինչի մասին Քրիստոս խոսեց 2000 տարիներ առաջ։ Դա, սիրելիներ, այսօր մեր հավատքն է և մեր հավատքն է, որը որ միշտ ջերմ է մնում, ջերմացվում է մեր աղոթքներով, մեր աղոթքով։ Լինի մեր ամենօրյա աղոթքը և լինի մեր աղոթքը ամեն շաբաթ եկեղեցու մեջ։ Ամեն մի աղոթք իր նշանակություն ունի։ Մարդը առավոտ ելնում է, ասում է փառք քեզ Աստված։ Եվ կարող է այդ մի քանի խոսքի մեջ նա արտահայտել շատ ավելի մեծ հավատք, քան թե ինչ-որ մեկը, որը որ զարթնի, վերցնի գիրքը և մի քանի էջ աղոթք կարդա, բայց ընդամենը կարդա, որովհետև գիտի, որ սա պետք է արվի, բայց չհասկանա ինչ է կարդում, ինչ է ասում և ինչ է խնդրում։ Նա կարդաց կես ժամ, այս մարդը մի քանի վայրկյանում ասեց փառք քեզ Տեր Աստված, որ լույսը բացվեց և արթնացանք, ընտանիքս առողջ է, ես էլ առողջ եմ, դրանով կարող է շատ ավելի մեծ հավատք ցուցաբերվի մարդու կողմից, քան թե գրքերով և տարբեր աղոթագրքերով կարդալով ու չհասկանալով։ Հետևաբար ավելի լավ է, որ մարդը հասկանա, թե ինչ է ասում, ինչ է խնդրում Աստծուց։ Եվ երկրորդը, դա այն աղոթքն է, որը որ բարձրացվում է եկեղեցու մեջ։ Մեր հայրերը
ուղղակի չէին նստեցին, մտածեցին, ասեցին ինչ անենք, եկեք եկեղեցի սարքենք եւ եկեղեցուն բոլորս միասին աղոթենք։ Ոչ։ Եկեղեցում միասնական աղոթքը իր կարևորությունը ունի։ Որովհետեւ Քրիստոս ասում է, երբ որ դուք մի քանի հոգով հավաքվում եք եւ իմ անունն եք տալիս, ասում է ես այնտեղ կանգնած եմ։ Ես ձեր կողքը կանգնած եմ։ Հենց դա է միասնական աղոթքի կարևորությունը։ Եվ դա է եկեղեցի գալու եւ եկեղեցում էլ աղոթելու կարևորությունը։ Այսօր աղանդավորները կարող են շատ բաներ ասել եկեղեցու դերը գցելու համար կամ եկեղեցու կարևորությունը նվազացնելու համար։ Ես լսում էի մի աղանդավոր քարոզչի, չեմ հիշում Եհովայի վկա էր թե ինչ էր, ասում է ես բանակում ինձ ստիպել էին զուգարանի փոստ փորել եւ ես այնտեղ աղոթում եմ եւ Քրիստոսի հետ եմ։ Այո, Քրիստոս բոլոր իր հավատացյալների հետ է, բայց ինչպես կարելի է համեմատել զուգարանի փոսը եւ ասել, որ Քրիստոսի հետ է։ Այդպես չի, չէ՞։ Կամ էլ մի աղանդավոր ասում է դու ճնճղուկ ես, երբ որ Քրիստոս քո հետ է, դու արծիվ ես։ Թե արծիվը եւ թե ճնճղուկը ստեղծված են Քրիստոսի կողմից։ Եվ ամեն մեկը այս աշխարհում ունի իր կարևորությունը։ Ինչպես կարելի է մարդուն համեմատել մի կենդանու հետ եւ հետո ասել, եթե Աստծուն էլ հավատաս, ապա դառնաս ուրիշ կենդանի։ Այդպես չի։ Եթե մարդը պետք է լիներ կենդանի, ապա կստեղծվեր կենդանի։ Եվ չէր լինի մարդ կենդանիներից ավելի բարձր։ Հետևաբար եկեղեցում աղոթելը իր շատ կարևորություն ունի։ Եվ այսօր սիրելիներ, մեր իրականությունը, ինչպես արդեն քարոզի մեջ ասվեց Տերոջ կողմից, եկեղեցին ենթարկվում է տարբեր տեսակի հալածանքների։ Տարբեր տեսակի դժվարություններ են այսօր ստեղծվում մեր եկեղեցու հանդեպ։ Այսօրվա մեր հայրենիքում, որը մեր ղեկավարները սիրում են ասել իրական Հայաստան, հալածվում է եկեղեցին։ Թողած մարդասպաններին այսօր որևէ տեղ կա մարդասպան, որևէ տեղ կա խաբեբա, որևէ տեղ կա գողացող, բայց այսօրվա իրական Հայաստանում ամենամեղավոր մարդիկ դա հոգևորականներն են։ Այո, այսօր եւ ունենք բանտարկված հոգևորականներ, եւ ունենք հոգևորականներ, որոնց վրա տարբեր տեսակի քրեական գործեր են բացված, դրանցից մեկն էլ ես եմ, եւ վերցնում ենք եւ տեսնում ենք, թե ինչ վիճակի ենք հասել մենք որպես քրիստոնյաներ։ Այո, մենք մի ժողովուրդ ենք, երբ որ կորցնում ենք, նոր ենք սկսում հասկանալ, թե ինչ ենք ունեցել։ Դա լինի մեր անձնականը, լինի մեր ընդհանրականը, կորցնում ենք, հետո ասում ենք, վայ, էս ինչ եղավ, չէ՞։ Ունենք ծնող, ուշադրություն չենք դարձնում, ծնողը հեռանում է մեզանից, ասում ենք, վայ, մնացի անտեր, չէ՞։ Խոսում ենք պատմական Հայաստանի մասին, ասում ենք ծովիցով Հայաստան ենք ունեցել, հետո նայում ենք պատմությանը, տեսնում ենք ինչ որ մի մարդու դավաճանության պատճառով այդտեղ են կորցրել, ասում ենք, վայ, հիմա էս ինչ մնաց մեզանից։ Այսօր էլ ուշադրություն չենք դարձնում, որ ունենք եկեղեցի, ունենք եկեղեցականներ, բայց վաղը մյուս օրը կարող է ասենք, վայ, էս ինչ եղավ, եկեղեցին էլ բաժանվեց մի քանի մասի, դառանք բողոքական, դառանք պրոտեստանտ կամ դառանք եսիմ ինչ։ Եվ իմ ցավը այսօր մեկն է, որ ես չեմ տեսել եւ չեմ տեսնում մեր ժողովրդի եկեղեցու հանդեպ սերը։ Ամեն մեկը նայում է դրան, ինչպես որ կարող է, այո, մի բան է եղել է, կանցնի կամ կգնա կամ չի գնա կամ մի բան կլինի, կլուծվի, կվերջանա։ Ընդամենը եզակի մարդիկ եմ տեսել ես մեր մոտ, ես չեմ խոսում ուրիշ երկրների մասին, մեր մոտ, ովքեր որ արտահայտվել են, իրենց հարգանքն են արտահայտել եկեղեցու հանդեպ եւ իրենց վրդովմունքն են արտահայտել այն ամեն ինչի հանդեպ, ինչ այսօր տեղի է ունենում։ Փառք ու պատիվ այդ մարդկանց, բայց ես ուզում եմ խնդրել նաեւ ձեզ։ Ես չեմ ասում գնացեք եւ բողոքեք, թե ինչ է կատարվում, ես ինչու եք այսպես անում, կամ սոցցանցերում ինչ որ բաներ գրեք եւ այլն եւ այլն։ Չեք արել մինչեւ այսօր, պետք է չի որ անեք։ Բայց մի բան դուք այսօր կարող եք անել ձեր եկեղեցու համար։ Կարող եք աղոթել։ Կարող եք, երբ որ դուք աղոթում եք ձեր հարազատների, ձեր բարեկամների համար, այդտեղ հիշեք նաեւ, որ դուք ունեք եկեղեցի, ազգային եկեղեցի։
Եվ եթե չեք կարող ուրիշ բան անել, գոնե աղոթեք։ Եվ վստահ եղեք, որ ձեր աղոթքը կհասնի։ Եվ ձեր աղոթքը կզորացնի յուրաքանչյուրիս այստեղ կանգնած եւ յուրաքանչյուրին աշխարհում ամեն անկյունում սփռված եկեղեցու հոգեվորականի։ Պինդ եղեք եւ իմ խնդրանքս է, որ աղոթեք եկեղեցու համար, եկեղեցու սպասավորների համար։ Անշուշտ դժվար է եկեղեցու սպասավորին կոտրել։ Դժվար է եկեղեցու սպասավորին չոքեցնել։ Ցավոք, այո, ունենք ինչ-որ դավաճաններ, ունենք դասալիքներ, բայց դրանք մի քանի տոկոս են։ Եկեղեցին ուժեղ է, եկեղեցին կմնա իր ուժի մեջ, ընդամենը ձեզանից խնդրում ենք ձեր աղոթակցական զորակցությունը մեր հոգևորականած եւ մեր եկեղեցում, մանավանդ այն հոգևորականներին, ովքեր այսօր բանտում են փակված, ովքեր այսօր նույնիսկ հնարավորություն չունեն հաղորդություն ստանալու։ Ուժ կարողություն բոլորիդ, օրհնյալ եղերուկի շնորհացր փոքրույն, երթայքի խաղաղություն եւ Տերը մեր Հիսուս Քրիստոս եղիցին ձեզ ընդամենեսյանս։ Ամեն։